Ես ֆեմինիստ եմ եւ ես դեմ եմ նման ստիկերներին, այս ստիկերներին, սրանց եւ սրանց։ Եվ այսօր կպատմեմ, թե ինչու են իրանք կտրականապես վնասում ֆեմինիստական պայքարին։ Իմ գլխավոր նպատակներից մեկն է, որպեսզի կանանց իրավունքները չոտնահարվեն բոլոր մակարդակներով, լինի դա իրավական, թե կենցաղային։ Եվ գլխավոր երազանքներից է, որպեսզի մարդիկ բոլորը միմյանց հարգեն եւ արժեվորեն, անկախ իրենց սեռային պատկանելությունից։ Սակայն ինչ փոխադարձ հարգանքի մասին է խոսքը, եթե մենք մեր իրավունքների մասին խոսելիս օգտագործենք նման նվաստացուցիչ ստիկերներ։ Ես հասկանում եմ, այստեղ ինչ որտեղ աշխատում է հայելային էֆեկտը, եւ կանայք գուցե էմոցիաներին տրված, ինչ որտեղ վիրավորված կամ զայրացած, փորձում են վերադարձնել այդ նույն էմոցիաները, որոնք իրենք են ստացել տղամարդկանցից։ Եվ այստեղ է տեղի ունենում ամենավտանգավորը։ Բացատրեմ։ Եթե մենք վերցնենք կամայական տղամարդու, ով ծնվել է մաքսիմալ պատրիարխալ ընտանիքում, որտեղ իր հայրը ասենց մանկուց ձայն է բարձրացրել իր մորի վրա կամ ձեռք է բարձրացրել անգամ, այդ տղայի համար այդ ամեն ինչը նորմալ է։ Մանավանդ որ ինքը բավականին այսպիսի պատրիարխալ հանրությունում էլ հենց ապրում է։ Եվ մեր նպատակներից գլխավորը ո՞րն է, երբ որ մենք նման վիդեոներ ենք նկարում, երբ որ մենք խոսում ենք ֆեմինիզմից, որպեսզի նման տղաները եւ ոչ միայն տղաները նման վիդեոն տեսնելուց ասենց մտածեն, սկսեն մտածել, հա բայց իսկականից էլի ախր իմ մայրը տենց ոսկի կին է կամ սենց հրաշալի քույր ունեմ, ինչի պետք է ինչ-որ մեկը իրանց հետ տենց վարվի։ Մեր նպատակն է ստեղծել առողջ եւ փոխադարձ հարգանքով երկխոսություն նման մարդկանց հետ, որպեսզի մեր հանրության մտածելակերպը փոխվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք պետք է միմյանց հարգենք, սիրենք, ոչ թե տենց, չգիտեմ, գոռանք միմյանց վրա, բռնանանք միմյանց վրա, ոտնահարենք միմյանց իրավունքները, բայց ինչպես ենք մենք դրան հասնելու, եթե այդ երկխոսության ընթացքում մենք ինքներս ենք փորձում իրենց նվաստացնել։ Այստեղ դուք կարող եք ասել, որ թքած ունեք նման մարդկանց վրա, եւ որ ձեզ համար ընդհանրապես մեկ է, թե իրանք կվիրավորվեն, թե չեն վիրավորվի, բայց այդ դեպքում խնդրում եմ պատասխանեք, թե ո՞րն է ձեր պայքարի իմաստը, որովհետեւ իմ պատկերացմամբ ֆեմինիստի գլխավոր նպատակը դա մաքսիմալ որակյալ երկխոսություն ստեղծելն է, երկխոսություն իր եւ այն մարդկանց միջեւ, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն կանանց իրավունքներից կամ կանանց հետ կապված այն խնդիրներից, որոնք մենք բարձրաձայնում ենք։ Սակայն ինչ արդյունավետ երկխոսության մասին կարող է խոսքը գնալ, եթե օրինակ տղան գալիս է, փորձում է մեզ լսել, ինչ որտեղ հասկանալ, եւ այդտեղ կոմենտներում առնչվում են նման նվաստացուցիչ ստիկերների հետ։ Իհարկե ոչ մի, իհարկե այդ մարդը հուշտ կլինի եւ կփախչի, եւ ընդհանրապես ամեն տեղ ֆեմինիստ բառը լսելուց նա կհավասարեցնի այդ երևույթը տղամարդի հետիացության հետ։ Միթե դա է մեր նպատակը։ Թե մեր նպատակն է նման մարդկանց ցույց տալ, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան մարդիկ միմյանց հանդեպ առողջ հանրությունում, փոխադարձ հարգանքով եւ արժեվորմամբ։ Եթե վերջինը, ապա կարծում եմ պետք է դադարենք նման ստիկերներ օգտագործել։